Էփշտեյնի ինչ որ հարցը եւ այս բادرազմը ինչ որ գաբ ունեն։ Այո։ Ինչ է այդ գաբը։ Նետանյախուն որոշել է, որ ինքը պետք է չնստի, դրա համար ինքը պետք է այն մյուս մեկին, ում վրա այսենց դաստով կա, որ ինքը մանկապիղծ է Էփշտեյնի ֆայլերով։ Դրան ասել ախպեր, եթե հիմա պատերազմ չանենք, դու կնստես որպես մանկապիղծ, ես որպես ռազմական հանցագործ։ Դու Տրամփն ես Նետանյախ։ Նստել են, որոշել են, որ որպեսի մեկը չնստի, մյուսը չնստի, համել տենց իրանք լավ զգան, եկեք սկսենք պատերազմ։ Պատերազմեն անցած է 20 օր։ Տրամփը ցավղած է իր ծրագրի մեջ։ Հիմա հասել է նրան, որ F-35 են խփում։ Դա պատմության մեջ առաջին անգամ է, որ 5-րդ սերնդի կործանիչը մակերեսից հողից խոցվել է։ Եվ սա կատարվել է 19-րդ օրը, երբ 3-րդ օրվանից հետո Տրամփը արդեն առաջի օրը սա կրել էր, այնտեղ ոչ մի բան չկար։ Սա լավ է։ Թիրախ էլ չմնաց։ Հա, ոչ մի բան, թիրախ չկա, 15000 թիրախ ենք ոչնչացրել։ Հայաստանում սենց շուտ մենք կարանք ծիծաղենք, որ կարկանդակ է ուտում, չէ՞։ Բայց դա ավելի լավ է կարկանդակ ուտի, քան մարդկանց։ Հա, գնացեք, ասենք գնա երեխեքին ռմբակոծի։ Ինչ որ լավ է։ Դեր լավ է։ Ամենամեծ վտանգը, որը մեզ սպասում է, սպառնում է։ Դա այն վտանգն է, որ Ադրբեջանը մտնի պատերազմում։ Իրանի թեմ։ Այո, այո։ Բարև ձեզ Արևելքի հարտագով կշարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը այսօր հյուրս սոցիոլոգ նաև Եվրատլանդյան հարթագի նախագահ Գարեն Սարգսյանն է։ Բարի եկած եք, պարոն Սարգսյան, ուրախ եմ արիթին համար։ Շնորհակալություն Ի վերջո ուր թեպի ուր գտանի մեզ այս պատերազմը, սա որոշակի փուլ է, թե ինչպես օրերս Սերբիայի նախագահը գսեր արդեն երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք։ Որն է ճիշտը։ Ուղղակի անունը չենք տալիս։ Դե նախ սա ավելի շուտ պետք է գնահատել որպես ուկրաինական պատերազմի եւս մեկ թեւ, որտեղ ինքը հենց տենց էլ առաջացել է, հենց տենց էլի հայտ է եկել։ Իսկ ինչու է դա առաջացել, որտեղ ուշադրության շեղումը եւ այն ինչ կատարվում էր Եվրոպայի հետ, այսինքն Եվրոպայի հզորացումը եւ այդ գործողությունների շարքը, որը Բայդենի ժամանակ սկսվեց արևմուտքի միավորումը, բավականին վատ էր ընկալվում մնացած խաղացողների մոտ։ Լինի դա Ռուսաստանը, լինի դա Չինաստանը, լինի դա Իսրայելը, Եթե մենք հիմա դիտարկում ենք այս պատերազմը առանձին, ապա շատ բան հասկանալի չի։ Եթե մենք այս պատերազմը դիտարկում ենք որպես ուկրաինական պատերազմի եւ հակաիրանյան պատերազմի եւ ինքը սկսել ավելի շուտ իրականում 20 թվականից, սա է ամենակարևոր դրվագը, որի վրա ես ուզում եմ ուշադրություն դարձնեմ։ Իրանի վրա հարձակումը սկսվել է վաղուց Տրամփի օրոք, դեռևս առաջի ժամկետում, երբ Սուլեյմանին սպանեցին, երբ Տրամփը Իրանին գրեց մենք գալիս ենք։ Չէ, այդ 17-18 թվականներին, դա մի քանի կարևոր բան է։ Երբ Deep State-ը ամերիկյան փորձեց Տրամփին կանգնեցնել եւ ի հայտ եկավ Էփշտեյնի ձերբակալությունը դեռևս 18 թվականին, Տրամփը Էփշտեյնին ձերբակալեց եւ ինչպես հիմա բացահայտվում է եւ չի հերքվում, սպանեց։ Գիտեք, պարոն Սարգսյան, ձեր խոսքը գդրեմ մեղրով, դուք մի քանի առիթներով այդ մեկը ես նկատեցի ձեր Telegram-յան ալիքում շատ քննարկում գնաց, որ Էփշտեյնի ինչ որ հարցը եւ այս պատերազմը ինչ որ գաբ ունեն։ Այո։ Ինչ է այդ գաբը։ Ես կուզեի մեր ագնտիրները իմանալ։ Տեսեք, մենք ունենք իրավիճակ, երբ ռազմական հանցագործ Նետանյահուին եւ մանկապիղծ Տրամփին պետք է ուշադրությունը շեղել իրականությունից։ Սա եւ Նետանյահուն 23 թվականին կազմակերպեց հոկտեմբերի 27-ի այդ այլանդակությունները, որովհետեւ Իսրայելը մեծ երկիր չի, ինքը հստակ փոքր է։ Եվ 2.5 օր սպասել մինչև հիմնական զորքը կգա ու ինչ որ հողաթափիկներով բանը սկուտերների վրա չզինված մարդկանց կլարի կիբուցներից, այդ մի քիչ ծիծաղալու է, էլի։ Բարագայում խոսք գնում է Իսրայելի մասին, որտեղ կոմբատանտ, այսինքն բոլորը ծառայում այդ թվում աղջիկները, այսինքն այնտեղ խնդիր պետքա չլինի արագ մոբիլիզացիայի եւ ասենք, չգիտեմ, 15, նույնիսկ 16-20 հազար բաներով, չստիկներով, ինչ-որ մոպեդների վրա կարճաթև
որ մայքեքով մարդկանց լարել ուղարկել հետ տուն։ Չտեստված բաներ։ Ինքը տենց ինչ-որ տպավորություններ ստեղծում, որ ոչ միայն պատրաստ չի, ինչ-որ մի պահ դավադրության տեսություններ եղան, որ ինքն է կազմակերպը։ Ամեն դեպքում դավադրության տեսություններից զատ նաև հայտնի է, որ Համասի ստեղծումը Իսրայելը պետական ծրագիր է եղել, որպեսզի Ֆաթհին խաղից հանի Գազայում, դրա մասին բաց խոսել են, դա բաց քննարկվել է, հայտնի է, որ Իսրայելը ֆինանսավորել է Համասին բավականին երկար ժամանակ, հայտնի է, որ Քաթարին թույլ է տվել անմիջականորեն ֆինանսավորել, հայտնի է, որ երբ Համասը եկել էր իշխանության Գազայում, Իսրայելի կառավարությունը համատեղ Համասի կառավարության հետ, որը Գազայում էր կառավարում ի տարբերություն արևմտյան ափի շինարարություններ են արել, ջուր են քաշել, բան են համագործակցել են, այսինքն իրենք ինչ-որ համագործակցել են, այնպես չի որ չեն համագործակցել, չեն իմացել։ Եվ հաշվի առնելով թե հետո օրինակ Հեզբալլան ինչ արագությամբ ոչնչացավ, որ ամեն մեկի տեղը գիտեին, ինձ պատմել նրա մասին, որ Մոսադը չգիտեր թե Համասը ինչա պատրաստում, պետք չի։ Ես դա չեմ առնի։ Կարա գնաք ինչ-որ բռնեք հարիվ, այդ հարիվին պատմեք դրա մասին, ինձ մի պատմեք։ Ստեղ մի փոքր ուրիշ կա։ Սա ռազմական հանցագործ է։ Նետանյահուն, որին անհրաժեշտ է, խստորեն անհրաժեշտ է, հիշեք, որ մինչև հոկտեմբերի 7-ը ամբողջ Իսրայելը ոտքի էր կանգնած, որպեսզի Նետանյահուին դատեն։ Դատական մեղադրանքները կան։ Մինչև 1 միլիոն հոգի փողոց էր դուրս գալիս եւ այդ պատերազմը ինչա տալիս, պատերազմը տալիս է համախմբում դրոշի շուրջ։ Մտավ պատերազմի մեջ եւ ինչպես ասում են դուրս չեկավ։ Հիմա արդեն པարզ էր, մինչեւ Իրանի վրա հարձակումը, հունիսի հարձակումից հետո արդեն ավելի པարզ էր, որ այլ բան չկա, ինչ որ մի պահի պետքա վերջանա։ Ինչպես եւ Ալիևը տուն բաց չի թողում իր զորակոչվածներին 20 թվականից եւ սահմանները չի բացում։ Պետք է այս կապը հասկանալ, հա, իրանք մեկը մյուսի համար փորձադաշտ են, մեկը մյուսի վրա նայում։ Օրինակ Ալիևը ինչի ասում, որ սահման չկա Հայաստանի հետ, որ էդի հետո սահմանադրություն կընդունեք, ես կան նույն բանը անում է Իսրայելը, որտեղ դա տարածքային հավակնությունների շանս է, հա։ Շանս չի, ծրագիր է։ Ինքը ասում է, որ սահման չունի Իսրայելը։ Դուք որ նայեք, Իսրայելը սահման չունի պաշտոնապես։ Նույն բանը ասում է, հա, բաց է, ստեղից ասենք Նեղոսից մինչև Եփրատ։ Իրանք տենց են ասում։ Այդ իրանց չգիտեմ ինչ որ հեքիաթներից մեկի մեջ գրած է, որ չգիտեմ ինչ որ մեկը ով ինչ որ բան Դավիթի աստղի պատմությունը, չգիտեմ էական չի ոչ։ Իրանց հեքիաթների մեջ տենց է գրած, որ իրար այդ օղսաղ իրանցն է, Նեղոսից մինչև Եփրատ։ Նույն բանը Ալիևն ասում։ Ասում է, որ ես սահման չունեմ, դա ակնհայտորեն հայտարարություն է, որ ինքը պատերազմ է ուզում։ Հիմա Ալիևին ճնշում են 4 կողմից, թույլ չեն տալիս, որտեվ Ալիևը կներեք, բայց Իսրայել չի, որտեվ Իսրայելի հիմքը դա ոչ միայն այդ 20-25% սիոնիստներն են, ովքեր հիմա ռազմատենչ սիոնիստներ, ովքեր իշխանության են, այլ նաև մոտավորապես 50 միլիոն այսպես կոչված քրիստոնյա սիոնիստներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ում իրանք իշխանության են բերել։ Ստեղ է որ Էփշտեյնի ֆայլը կպտում է։ Իսկ Թրամփը ընտրվեց 32 քրեական գործով մեղավոր ճանաչվելուց հետո եւ որպիսի համը չհանի, Deep State-ը սկսեց, որտեղ հիշեք ինքը ընտրվեց, եկավ Մասկը, եկավ սկսեց մաքրել բոլորին, ճնշել բոլորին, հա, ոչնչացրեց USA-ը, ոչնչացրեցին բազմաթիվ պետական ինստիտուտներ եւ Deep State-ի պատասխանը դա էր Էփշտեյնի ֆայլերի հրապարակումը։ Որտեվ դա ուզում էր նաև MAGA-ի շարժում, այսինքն Make America Great Again շարժումն էլ էր ուզում, որ դա հրապարակվի։ Ուղղակի սրանք մտածում էին, որ դրանով կբացահայտվի դեմոկրատների ղեկավարության այլանդակությունները։ Ոչ մեկ չէր սպասում, որ կբացահայտվի հիմնականում Տրամպի եւ Տրամպի կողքը կանգնած ոչ ամերիկյան ծագումով, այսպես ասենք, խորը միջին արևելյան ծագումով կամ կրոնական պատկանելությամբ մարդկանց այլանդակությունները, էլի։ Խոսքը սրա մասին է, որ այս երկուսին պատերազմը անհրաժեշտ էր, որպեսզի քրեական գործերից ազատվեն, որովհետև Տրամպի վրա հիմա կախված է մանկապղծություն, նրա վրա կախված է ռազմական հանցագործություն։ Ինչ արեցին, ավելի բարդացրեցին։ Տրամպը 160 երեխա դե ֆակտո որպես գլխավոր գերագույն հրամանատար պատասխանատու է առնվազն այդ ռազմական հանցագործության համար, բազմաթիվ այլ, նաև, չգիտեմ, հայկական մանկապարտեզ են տրաքացրել Թեհրանում։ Մշակութային կենտրոնի կողքը ռումբ են գցել։ Այսինքն այս ամբողջը, այս որ մեզ է վերաբերում, որ չասեն տենց ինչ-որ բան անջու, դա տենց է։ Հիմա այս ռազմական հանցագործությունների շարքը շարունակվում է, այսինքն Տրամպը բացի սեռական հանցագործություններից, անչափահասների նկատմամբ գործած սեռական հանցագործությունների այդ բանից, բացի նրանց որ 32 գործով արդեն իսկ մեղավոր է ճանաչվել,
ձեռի հետ հավաքում է նաև ռազմական հանցագործությունների պաշարը։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի ազատված է բոլոր պատասխանատվությունից, որովհետև որ ինքը նախագահ է, չես կարա դատես, ապա Փիթեքսը եւ իր կողքը կանգնած մարդիկ շատ լավ գիտակցում են, որ իրանք հաստատ իրանք կհանձնեն, հաստատ իրանք կդատվեն, միանշանակ, անկասկած։ Դրանով այդ նաև պայմանավորված օրինակ Թուլսի Գաբարդի վերջի սենատում հանդես գալու ժամանակ բաց հայտարարությունը, որ ես խնդրում եմ ֆիքսել, որ սա իմ անձնական կարծիքը չի, սա ընդհանուր կարծիքն է եւ մենակ նախագահն է որոշում Իրանը անմիջական վտանգ է Ամերիկայի համար, թե ոչ։ Սենատորները ասում են, տենց բան չկա, ասում են, ես ձեզ կրկնում եմ այսօրվա դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մենակ նախագահն է որոշում վտանգը, թե Յանի, հա, ինչ եք ինձանից ուզում։ Բացատրում եմ ձեզ, որ ինքն է, ասենք գիժն էլ է ինքը, էշն էլ է ինքը, ինչ կա սա ինքն է, մենք կապ չունենք, մենք ասում ենք ինչ որ ասում ենք, սենատորները ասում են, դուք ասել եք, որ չունի միջուկային զենք, ասում եմ, այո, դուք ասել եք, որ 2004 թվականին ֆեթվա է բաց թողած, որ միջուկային զենք չի սարքել, ասում եմ, այո, ֆեթվան հանեց, ասում եմ, չէ, ուներ միջուկային զենք, ասում եմ, չէ, մոտիկ էր, չէ, ասում եմ, նախագահն ասում է, ես ձեզ կրկնում եմ, նախագահն ինքն է որոշում ինչ է ասում։ Այսինքն բաց հետախուզական community, այսինքն հետախուզական այդ համայնքի ղեկավարը, ասում մենք կապ չունենք, ինքը գիժ է, մենք իրան մի բան ենք ասում, մենք իրան բան ենք ասում, ինքը ուրիշ բան է ասում։ Այս բոլորը մեկ կողմ դրած, առաջին դպավորություն, պարոն Սարգսյան, պատերազմեն անցած է 20 օր։ Թրամփը ցավղած է իր ծրագրի մեջ։ Ոչ։ Թրամփը չունի ռազմավարություն, դրա մասին խոսում են բոլորը, Թրամփը չունի մուտքի, չուներ մուտքի ռազմավարություն, չունի ելքի ռազմավարություն եւ ավելին, շատերին դուր չի գալի մանավանդ մեր Գլենդելում կորած մոլորած իրանց ամերիկացու տեղ դրած կիսագրագետ եւ քարտեզին անծանոթ, այո, չէ, չեմ վիրավորում, դե քարտեզին ծանոթ չեն, ինչ անեմ, ասենք մարդիկ չգիտեն, որ Հորմուզը փակվելու է։ Իրանը հիմա ղեկավարում է Հորմուզը։ Իրանը հիմա ասում է, որ պիտի ազատագրի։ Հա, բա հեսա կազատագրի, այ հեսա վազելով, հեսա ոնց որ ռուսներն են ասում, ասում կոշկից թելերը հարթուկեմ ու գամ։ Ում է ազատագրելու անհայտ է, ոչ մեկ չի ուզում, ասում է գղզի է գրավելու։ Չի կարա այդ կղզին գրավի, որտեղ այդ կղզին գրավելու համար ամերիկյան նավատորմը պետք է մտնի Հորմուզ։ Ամերիկյան նավատորմը, որը կմտնի Հորմուզ, մեծ հավանականությամբ, այո, մեծ հավանականությամբ կունենա առնվազն մարդկային զոհեր, կարող է նաև բանի։ Այսօր գիշերը Իրանը նաև ցույց է տվել, որ ինքը 4000 կիլոմետրի վրա բալիստիկ հրթիռ կարա բաց թողի, ինքը փորձել է հարվածել Հնդկացով։ Այո, Հնդկական օվկիանոսում Դիեգո Գարսիա կղզում, որտեղ երկու ռազմական բազա կա, մեկը բրիտանական, մյուսը ամերիկյան։ Ամերիկյան բազայից օգտվում են ամերիկացիները, բազասյան կուզեցել են հարվածել։ Խոսքը նրա մասին չի, որ չի դիպչել։ Հարցը նրանում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօրվա դրությամբ ունակ է 4000 կիլոմետրի վրա թիրախավորել, որովհետև տեխնոլոգիաների զարգացումը եւ նույն Իրանի եւ Չինաստանի լավ հարաբերությունները թույլ են տալիս մեծ հավանականությամբ եզրակացնել, որ այդ թիրախին դիպչելը կարճաժամկետ հարց է, շատ արագ կլինի։ Այսօրվա դրությամբ Իրանը ուրեմն ամերիկացիներին չեն հայտարարում, ասում են 90%-ով նախ, ասենք, չգիտեմ, երևի ռուսներից բան էին սովորել, 4-րդ օրվանից ամեն ինչը ոչնչացված էր։ Իրանում ամեն ինչը ոչնչացված էր, ոչ մի բան չկար։ Ընդհանրապես բան չկար, մենակ մրջուններն էին վազվզում, մեկ է մարդիկ քարանձավներում մի կերպ հողից մի բան գտնում ուտում էին։ Հետո պարզվեց, որ չէ, տենց չի, չէ, տենց չի, չէ, տենց։ Հիմա հասել է նրան, որ F-35 են խփում։ Լուրջ բան է։ Ոչ միայն լուրջ բան, դա պատմության մեջ առաջին անգամա, որ 5-րդ սերնդի կործանիչը մակերեսից հողից խոցվել է։ Նախատեպ չկա, հա։ Ոչ, սա առաջին դեպքն է, ընդհանրապես մարտական կորուստ, որպես այդպեսին, սա առաջին դեպքն է։ Եվ սա կատարվել է 19-րդ օրը, երբ 3-րդ օրվանից հետո Տրամփը արդեն առաջի օրը սաղ կրել էր, այնտեղ ոչ մի բան չկար։ Ասում է թիրախ էլ չմնաց։ Հա, ոչ մի բան, թիրախ չկա, 15000 թիրախ ենք ոչնչացրել, տղա ջան։ Հասկացանք քարտեզ չունեք, կալկուլատոր չունեք, հələ գումարեք իրար, քանի հատ հրթիռ եք թողել, ոնց եք 15000 թիրախ ոչնչացրել։ Ամեն մի գցած ռումբը մի թիրախ չի։ Դուք ասենք երեխա եք սպանել։ Դա թիրախ չի։ Դուք շենքեր եք ոչնչացրել, դուք 57 հատ հիվանդանոց եք ոչնչացրել։ Դա թիրախ չի, այ բեդովլատներ։
Դա ռազմական հանցագործություններ են։ Էլ չասած, որ ասեք, չգիտեմ, ինչ որ դե արդեն բոլորը սովորել էին, բոլորը գիտեին, ինչ որ 4 հատ մետաղի կտոր են վերցնում, sense դնում են հրթիռի նման, դա համարվում է, որ դա հրթիռային կայան է, դրան ասենք 75 միլիոնի ռումբ են գցում ու հրթիռ են գցում, բայց ինքը ասենք ոչ մի բան է, էլի։ Բոլորս գիտենք, որ այդ դեկորացիա, ընդ որում նենց չի, որ մենք չենք արել 44-ի ժամանակ, կամ ուկրաինացիները չեն արել այս պատերազմի ընթացքում։ Բոլորը գիտեն, որ դա տենց է։ Եվ ի վերջո պետք է հասկանալ, որ խոշոր երկիր է Իրանում, Իրանը ունեցել է, ասենք, բավականին մշակած ռազմական բաների, դրիլների, ոնց է դրա անունը։ Ինչ է դրա անունը, որ բան են անում, փորձարկում են ինչ-որ հրթիռներ, կարճ ասած, ասենք հրթիռ ես անում, պետք է փորձարկես։ Հիմա ինքը այդ փորձարկման համար հո իրական թիրախներին չի հարվածել, ինքը հարվածել է այսպես կոչված պայմանական թիրախներին, որը տեսք ունեն թիրախի։ Ընդհանրապես դրա մասին է։ Կամուֆլաժ։ Կամուֆլաժ չի, ինչ-որ մոդել է, հա, մոդել։ Ինքը ունի դրա արտադրության բավականին լուրջ գիծ, որտեղ ինքը միշտ փորձարկում է, ինքը միշտ պատրաստվել է պատերազմի, ոչ մի դա հաշվի չի առնում։ Նա բացի դրանից, ասում եմ, մենք բոլոր հրթիռների արտադրության հնարավորությունները վերացրել ենք։ Որովհետև ասում են քարտեզ չունեն ամերիկացիները։ Ուրեմն իրանք վերացրել են, եթե նույնիսկ վերացրել են, այն ինչ որ կապած է Իրանի արևմտյան սահմանին։ Այն որ եթերում հատուկ ասեցի, Իրանը 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Իրանի տարածքը հավասար է ամբողջությամբ ամերիկյան այսպես կոչված East Coast-ի նահանգների, գումարած դրան Կալիֆոռնիան, գումարած Կալիֆոռնիան։ Այսինքն դուք չեք կարող նույնիսկ եթե 15000 թիրախ հարվածեք Ամերիկայում, ասեք որ դուք ամբողջ արևելյան ափի ռազմական պոտենցիալը ոչնչացրել եք, չեք կարող։ Իսկ այս պարագայում դուք նույնիսկ Թեհրանից հյուսիս արևելք ընկած տարածք մի անգամ չեք մտել։ Մի անգամ չեք մտել այնտեղ։ Իսկ այդ տարածքները անմիջականորեն հարում են Տաջիկստանին եւ Աֆղանստանին, ընդ որում Աֆղանստանի այդ մասում ապրում են պուշտունները, որոնք պարսկական ժողովուրդ են, իսկ Աֆղանստանի այն ծերից Չինաստանն է, որ ինքը տեղով միշտ կարա նորոգի ինչ որ իրան անհրաժեշտ է եւ ստանա այն ինչ իրան անհրաժեշտ է։ Ես որ ասում եմ, այս պատերազմը Ամերիկան չի կարա հաղթի։ Խոսքը նրան դուք տակտիկապես կարող եք ասենք շաբաթը մի հատ այաթոլլա սպանեք, բայց այաթոլլա սպանելով չի բրզում, չէ։ Չի բրզնում, նույնիսկ Իսրայելի ոչ բարով ղեկավարությունը ընտրված, չգիտեմ ընտրված է թե ինչ է, ասում են թե չի լինում, հիմա պետք է անպայման մտնենք հողի վրա վերցնենք։ Հիմա այդ կղզին վերցնելու մասին, որպեսզի դու Հորմուզը անցնես գաս այդ կղզու մոտ, չմեռնես այնտեղ։ Այդ հələ ջանդամ։ Ամերիկան ունի այնտեղ, ասենք 5000 զինվոր բերելա, մի 7000, 8000 զինվոր էլի ունի, 10000 զինվոր վերցնեն կղզի, այդ կղզին ոչինչ չի որոշում։ Այդ կղզին ընդամենը խողովակն է այդտեղ դուրս գալիս, որտեղից որ լցվում է տանկերների վրա նավթը։ Դա նավթային պաշարների տեղը չի, այսինքն Իրանը շարունակում է այդ նավթը ունենալ, դու ուղղակի ոնց որ գալիս ես, նստում ես խողովակի ծերին։ Այդ նման է նրան, որ ինչ որ մեկը գնա վերցնի, ասենք Ջեյհանը եւ ասի ես Թուրքիան գրավել եմ։ Չէ, դու Թուրքիան չես գրավել։ Դու Թուրքիային ջղայնացրել ես, եթե Ջեյհանը վերցրել ես։ Ոչ մի ուրիշ բան դու չես արել, որտեվ այդ կղզին դու վերցնես թե չվերցնես, բացի դրանից հասկանում եմ, որ քարտեզ չունեք, չեք սիրում, բացեք մի հատ Google Maps-ը, նայեք, դա այսենց սաղը ոչ մի բան, սեղանի պես կղզի է, դուք այդտեղ չեք կարող պահկվել։ Ու ինքը ընդամենը 20 կիլոմետր է ամենահեռու կետը բանից, իրանական ափից։ Այսինքն ձեզ կմաքրեն հասարակ փողային հրետանիով։ Պարոն Սարգսյան, այս բոլորը դիտարկել է այդ ինչ հավանական սցենարներ կան այս պատերազմի ելքի։ Ինչ են բայց։ Ոչ մի լավ սցենար չկա։ Հիմա լավ, վերադառնանք ասում եմ վատ սցենարներին։ Ուրեմն նախ եւ առաջ, բացի նրանից, որ Իրանը հիմա փաստացի վերահսկում է Հորմուզը, եւ եվրոպական երկրները կամ աշխարհի ցանկացած երկիրով ուզում է Հորմուզով ինչ-որ նավ անի, Ամերիկան չի դիմում։ Իսրայելին չի դիմում։ Զանգում առաքչին, ասում է հարգելի պարոն նախարար, չէ, ոչ մի ախպերջան չկա։ Հարգելի պարոն նախարար, Աստված պահապանը լինի քո ժողովրդին ու երկրին։ Եվ օրնի։ Թույլ կտաս մեր նավս անցնի։ Նրանք ասում են, հա, օքեյ, դու ով ես, հա, լավ, օքեյ։ Դե մի հատ ասա բան, որ Տրամպը
ծաղրացու է, Նետանյախուն է անբարոյական կնոջ զավակ, ասում եմ, հարց չկա, ասում եմ, ցենտր է, տար, քոնը ձրի է, այնը որ չի ասում, ասում եմ, լավ, դու փող կտած նոր կանցնես, և ամբողջ խաղը դրա մեջ է, բայց սրան ավելացել է նաև, որ Տրամպը այսօր թույլ է տվել, որպեսզի Իրանը նավթը վաճառի, պատժամիջոցները հանի իրանական նավթի վրա։ Այսօր այո։ Այսինքն ով է այս պատերազմը հաղթում հարցը այլևս գոյություն չունի։ Չունի, որովհետև Իսրայելը ունի մեկ ամենակարևոր, ամենախոշոր նավթամշակող գործարան Հայֆայում։ Հայֆայի գործարանը ոչնչացված է։ 60%-ով, բայց նավթամշակող ինչը մենք արդեն գիտենք Ռուսաստանից, նավթամշակող գործարանները այնց են, որ մի հատ որ քար անգնում սխալ տեղ 6 ամսով շարքից դուրս է գալի։ Կարող է 6 ամսով չէ 3, բայց ամբողջը պետք է փոխես։ Բայց հարցը նրանում է, որ դա Իսրայելի 50-ից 60%-ն է նավթարտադրության, բենզինի, դիզելի եւ այլն։ Եվ դա չի միայն։ Այնա կարևոր, որ Իրանը թիվը հրթիռների ուղարկվող իջեցրել է, բայց թիրախները շատացել են։ Այսինքն հաշվի առնելով այն զարգացումները, որը մենք հիմա տեսնում ենք, մենք տեսնում ենք, որ իրանական հրթիռային ծրագիրը կարելի է համարել հաջողված, որովհետև 20-րդ օրն է սաղ աշխարհով ոչնչացրել են, հերնումեր չի մնացել, որ չերթվեն Տրամփն ու Նետանյախուն, որ այլևս ոչինչ չկա։ Նետանյախուին որ լսես, ասենք Իրանում մնացել են մենակ Մոսադի գործակալները, որոնք իր հետ կկնքեն այդ պայմանները, ելնդե իրանցի չկա ընդհանրապես։ Вообще ոչ պարսիկ կա, ոչ ման չկա։ Մենակ ինքն է ու դատարկություն, ու ինքը կրել է այս պատերազմը։ Հետո պարզվում է, որ չի կրել։ Հետո պարզվում է, որ Իսրայելի բնակչությունը, ասենք օրը 5-ից 6 ժամ կարող է անցկացնի Աբաստան, որովհետև ուշոր հրթիռներ են գալի։ Ով է գալի, ոչ մեկ չգիտի, որից է գալի, ոչ մեկ չգիտի։ Մտավ Լիբանան։ Լիբանանում կատաղությունից սկսեց ոչնչացնել Բեյրութը։ Չնայած ասեց, որ ինքը ընդամենը Լիբանանի հարավը, թիրախ ինքը Լիբանանի հարավից ուզում է Հեզբոլլային հանի։ Եվ բուֆերային զոն ստեղծի։ Դա ուղղակի անեքսիայի հերթական բանն է։ Մտավ առաջի օրը ցավում է այնտեղ շատ։ Մտավ, ինչ որ տենց ման եկավ, կրակեց այս կողմեն կողմ։ Մեկ էլ լսում ենք, որ 450,000 մարդ է զորակոչում, որովհետև աչքիս հետ էլ մտե չի կարում դուրս գա։ Ու ես միշտ այս պարագայում բանն եմ հիշում, են որսորդների ու արջի պատմությունը կա, որ գնում են արջի, մեկը առանձնանում է, մեկը գոռում է տղեկ, ասում է արջը, ասում է բեր, ասում է չի գալիս, ասում է դու արի, չի թողում։ Հիմա մտել են, երկուսն է մտել են, չեն կարող դուրս գալ։ Դուրս գալը ամոթ մտնելը երկու։ Չէ, ամոթ այդ բանն, ուխտին նստել է այ, իջնել երկու այ, բացի նրանից, որ իրենք չեն կարողանում դուրս գալ, կողմերը այն հակառակ կողմերում վրա իրենք հարձակվել են, ասում են մենք չենք թողելու, դուք կարող եք դուրս գալ։ Հեզբոլլայի համար հարսանիք է այդ ցամաքային գործողությունը։ Այո, նախ եւ առաջ քարտեզ չունեն, դրա համար ոչ մեկ չի նայել լանդշաֆտը եւ չի հասկացել, որ այդտեղ Հեզբոլլան 30 տարի գրվում են իրանք այնտեղ։ Ով։ Իսրայելը չի սովորել, որ ուր է գնում ինքը։ Չէ, դուք դիտարկում եք Իսրայելը որպես ահավոր խելացի մարդ։ Իսրայելի նախկին պաշտպանության նախարար եւ զորքերի գլխավոր հրամանատարը դեռևս 24 թվականին կանգնեց եւ ասեց. Նետանյախուն իրականացնում է ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, Իսրայելը ցեղասպանություն իրականացնող երկիր է։ Մեղադրեց այո։ Ներքին ընդվզում կա նրա շուրջ, ինչ որ արվում է։ Մենք չենք տեսնում այդ մեկը։ Իհարկե մենք չենք տեսնում, բայց այդ գեներալի նման մարդիկ, ովքեր լավ հասկանում են ինչ է, շատ մեծ հավանականությամբ դուրս են մղված որոշում կայացնելու շղթայից եւ որոշումները կայացնում են հոգեկան հիվանդ իր նեղ շրջանակը ինձ։ Չէ, այդ իր նեղ շրջանակը չի, Իրանը տեղ վերցրել են, որպեսզի մնա իշխանության, ինքը պայմանավորվել է հոգեկան հիվանդ սիոնիստների հետ։ Բիբին ինքը տենց անասուն չի, ինքը ծնվել է մի ընտանիքում, որ եկել է Արևելյան Եվրոպայից, Թաքեր Քարլսոնի հաղորդման մեջ կարող եք տեսնել, Թաքեր Քարլսոնը խոսում է Իսրայելի դեսպանի հետ Ամերիկայում։ Ասում է Բիբի Նետանյախուի ծնողները չեն խոսել հեբրայերեն ընդհանրապես։ Եղել են աթեիստ։ Գապ չունեն Իրանց մեկ է եղել, իրանք ուղղակի եկել են մովսեսական չեն։ Օրինակ հարմար է եկել են։
Հիմա այս երկու տղա են ունեցել, մեկը զոհվել է հայտնի են Ուգանդայի օպերացիայի ժամանակ, եթե չեմ սխալվում Ուգանդայի թե Կենիայի։ Այո, գարտացի է, միշտ ինքը հիշում է դրա մասին։ Մեկն էլ էս մի բեդովլատն է։ Հիմա սրան մեկը այս ուզում է մնա իշխանության, որ նայեք ինքը թե ինչ հոդվածների համար է դատվում, սա կոռուպցիա է։ Բոլորը փողի հոդվածներ են, այնպես չի որ ինքը տես կատացրած սիոնիստ է, չէ, բայց ինքը որպեսի մնա իշխանության, այն որ ասում է, Բինգվիր եւ այլն եւ Բինգվիրն է, այո, հենց իրենք են հավաքակրել աչքից, ծեր ասած։ Դե հա, ինքը համաձայնվել են եւ որպես այդպեսին դարձել են բան, հիմա ստացվել է, որ ինքը գնաց է կապել է, ուզած չուզած սրանց հետ գնում է փուրը։ Որտեվ սրանք գնում են դժոխք, ասում են դե դու էլ մեր առաջնորդն ես։ Ինքը չի կարա հետ կանգնի, որտեվ կնստի, ու ինքը գնալով դարձել արդեն ռազմական անցագործ է դարձել, ինքն էլ անցել բանը արդեն։ Կարմիր գիծերը բոլոր կարմիր գծերը անցել է։ Իսրայելը, երբ որ ես ասում եմ Իսրայելին սպասում է Երուսաղեմի թագավորության ավարտը, շատ ավելի դաժան։ Ինձանից նեղանում են։ Հիմնականում մարդիկ, ովքեր չգիտեն պատմություն, քարտեզ, կլիմայի ուսումնասիրություն չեն անում, ովքեր հավատում են ուզում են հավատան նրան, որ այն ինչին իրանք հավատում են դա ճիշտ է, որպեսզի իրանք ճիշտ դուրս գան, որովհետև մեղքի զգացողություն չունենան հավանաբար։ No, իրանք էլ են կոմպլեքսավորված, բարդույթներ ունեն։ Հա, Իսրայելը։ Չեն կարողանում պատկերացնեն, որ իրանք կարող է սաղ կյանք մի բանի համար խոսեն, որ դա ճիշտ է։ Ու սխալ դուրս գա։ Ինքը սխալ է արդեն։ Ինքը Իսրայելի գործած ռազմական հանցագործությունները դիտարկում են որպես իրանց սեփական հանդեպ վիրավորանք, որ ասում ենք էսի բանը ռազմական հանցագործությունը գործ է, ասենք չգիտեմ, նույն ռուսախոս այդ զանգվածը ամբողջ, որը Ուկրաինայի կողմն է խոսում, որի համար մեկին գումարած մեկի պես պարզ բան է, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը, Բահրեյնը եւ մի փոքր, մի քիչ ավելի փոքր քանակով Քուվեյթը 2 թե 3 օրվա մեջ ավելի շատ Patriot 3-րդ սերնդի հրթիռ օգտագործեցին շահեդներ խփելու վրա, քան ամբողջ Ուկրաինան ստացել էր եւ հույս ունի ստանալու։ Այսինքն իրենք ապրելով Ուկրաինայում կամ լինելով Ուկրաինայի կողմնակից կամ 4 տարի գոռալով որ փրկեք Ուկրաինան մեզ բան տվեք։ Այն որ ասում է ռուսի, ասում է նա գալուբոմ գլազու կապուտ աշկի վրա, ասենց այն որ սես արդարավոտ արտնացել է թարմ աշխարհին նայում է, ասում է ապրի Իսրայելը։ Իրանց ասում են եղբայր, Իսրայելի կերած շիլայի պատճառով դու ոչ միայն զրկվել ես հոպից, այլ տարիներ առաջ է զրկվել հոպից, որովհետև տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է լավագույն դեպքում ամենալավ պարագայում արտադրի ոչ ավելի քան 600, իսկ միայն սաուդները 900-ի պատվեր են դրել։ Այդ հələ չհաշված, որ Իսրայելն է ինչքան վերացրել։ Այսինքն, տղա ջան, քո երկիրը, քո Ուկրաինան, որի համար դու այդքան վիզա ես դնում, ստանալու է առհակ ու բախտից 0.05% Patriot հրթիռ։ Չեք ստանալու, ընկեր, չեք ունենալու։ Ու այդ նրա պատճառով, որ Իսրայելը որոշել է, որ ոչ թե Իսրայելը, այլ Նետանյախուն որոշել է, որ ինքը պետք է չնստի, դրա համար ինքը պետք է այն մյուս մեկին ում վրա այսենց դաստով կա, որ ինքը մանկապիղծ է Էփշտեյնի ֆայլերով, դրան ասել ախպեր, եթե հիմա պատերազմ չանենք, դու կնստես որպես մանկապիղծ, ես որպես ռազմական հանցագործ։ Դու Տրամփն է, ես եմ Նետանյախուն։ Նստել են, որոշել են, որ որպեսի մեկը չնստի, մյուսը չնստի, համել տենց իրանք լավ զգան, եկեք սկսենք պատերազմ։ Ում Իրանի, ինչի՞ չէ որ լավ է, Իրանի դեմ արի պատերազմ սկսենք, որովհետև Իրանը բան է, տերորիստ է, շատ լավ, հրաշալի է։ Իրանը տերորիստներին սպասարկող պետություն է։ Ամբողջ Եվրոպան ասում է եղբայր, կարող եմ ես հարցնել։ Բանակցությունների մեջտեղը, որ բանակցությունների միջնորդ, ասում ամեն ինչ նորմալ է, այս մարդիկ պայմանավորվում են, եք խփում։ Շատ բարձ պատճառով, որտեղ իրանք սպասում էին, որ իրանական կողմը կտապալի բանակցությունները եւ իրանք կունենան կազուս բելլի, լեգիտիմ հնարավորություն։ Խորքի մեջ Իրանը շատ ավելի լավ պայմաններ տված է, ինչ որ կա դերություն, բայց վստահ չեմ։ Չունեմ, հասկանում եք, ես գոյություն չունի իրավիճակ, որ ես, ասենք, Օմանի արտաքին գործերի նախարարին պետք է չհավատամ։
ինքը նես չի Պատճառ չունի, չկա ոչ ինքը ցույց խոսալու պատճառ ունի, որտեղ ընդամենը օմանն է, դա հարգված, հարց չկա, հարգված։ Իրա չափերով, իրա հին, բայց դա օմանն է։ Պարոն Սարգսյան, այս բոլորը մեկում մեր ցավով ինչպես կգնահատեք մեր կառավարության հագաստեցությունը այս պատերազմին կամ թերապաշխումը մեր գեցվածքը ինչ պետքա լինի մեր ռիսկերը ինչ են մենք ինչքանով վտանգված ենք տնտեսական, ընկերային, սոցիալական եւ ինչ կրնան գնել ամենամեծ վտանգը որը մեզ սպասում է սպառնում է որը հնարավոր է որ չլինի երբևէ բայց ինչ որ բան կա չէ որ Ադրբեջանը մտնի պատերազմի մեջ գա է հավանական ասում եմ ամենամեծ վտանգը որը կարա լինի դա այն վտանգն է որ Ադրբեջանը մտնի պատերազմի մեջ Իրանի թեմ այո եւ իհավելում այդ փոթորիկը ծեր գանձիկով մինչեւ պատերազմը չավարտվի ոչ մեկ բան չի որովհետեւ խնդիրը Նախիջևանը չի խնդիրը նա որ Իսրայելը աջակցել է Ադրբեջանին Արցախյան հարցում եւ դա անվճար չի եղել վերջ եւ Տրամպը Հայաստանին եւս ասի իմ վերք մնե հա եւ Տրամպը եւս մեկ անգամ Հայաստանին կոտրել է եւ այդ տրիպ կոչվածը արագացրած ռեժիմով ուզում էին անեն որովհետեւ դա էլ անվճար չի որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև կնքված ռազմավարական համաձայնագիրը խարտիան, որը կնքվել է դեռևս Բայդենի ժամանակ, որը հնարավորություններ տալիս Հայաստանին հակազդել ամերիկյան հետագա ճնշումներին, մինչև որ դեմոկրատական նոր իշխանություններ գան եւ process-ը շարունակվի եւ Հայաստանը, ինչպես ասում էր Բայդենի ադմինիստրացիան, արժանապատիվ խաղաղություն կնքի Ադրբեջանի հետ, դրա համար էր արվում այդ դա ոնց որ զրոյացավ, դա վերացվեց բանը Նիկոլա համաձայնվեց գնաց Տրամպին, ճնշումների տակ, չգիտեմ, ինչ-որ ներդրումների դիմաց, բան ակնհայտ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արել են զրո ներդրում եւ կարող են անել զրո ներդրում, ինչու, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես ներդրում չեն անում, եթե դա կոնգրեսով հաստատված չի, իսկ կոնգրես այդ հարցը չի մտել եւ չի մտնելու, որտեղ լինելու է midterm-ից հետո այսպես կոչված կապույտ ալիքն է բարձրանալու եւ տրամպիստներին այո, տենց, հա, տենց մի քիչ կասկածելի է, որ ինչ որ մեկի մտքով կանցնի հերթը կհասնի Հայաստանին Վենսի խոսք տված ինչ որ բանը, որ Վենսը իրավունք չունի ոչինչ խոսք տալու, ինքը փոխնախագահ է Փոխնախագահան ոչ մի բան իրավունք Ես ոչ թե լուրջ կասկածով համոզված եմ, որ զրո ներդրում է լինելու, զրո ներդրում է նախատեսված եւ զրո ներդրում կարա լինի ընդհանուր առմամբ։ Եվ նաեւ անվտանգային ռիսկերը շատացել են, որովհետեւ ես ամենաառաջի օրվանից ասում եի մանկապիղծի անունով ճանապարհ չեն դնում։ Եթե այդ ճանապարհը չի տանում ինչ որ միտեղ, որտեղ երեխա են բռնաբարում։ Չնայած Ադրբեջանը կարա տենց երկիր լինի, ինձ որ կարա։ Իսկ մեր կառավարության հագաստումը Մեր կառավարությունը ոչինչ չի կարող անել։ Ոչ մեկ բան։ Չէ, ինքը այս պարագայում չի կարող անել։ Ինքը միակ բանը որ կարող անի եւ պարտավոր անի եւ պետք է անի, ինքը պետք է դիմի Եվրոասոցիացիան փաստաթղթ ստորագրի եւ ասենք մայիսի 3-ին 4-ին Նիկոլա կանգնի, ասի մենք в общем մենք Եվրոպա ենք եւ վերջ։ Ոչ թե Եվրոպան Հայաստանն է եւ վերջ, այլ Հայաստանը հա, սենց որ մենք Եվրոպայում ենք, վերջ բարձապ։ Մենք գնում ենք Եվրոպա։ Բայց գլա այդ մեկը նախքան ընդրությունը։ Չէ, դուք հարցնում եք ինչ պետք է լինի։ Ես չգիտեմ ինչ կլինի։ Կարող է այդ օրը ասենք պոնչիկը համով չլինի, տենց։ Ճիշտ ներքաղաքականին մի դիկայի իշխանության վարմունքը կտեսնենք, ընդդիմության դարբեր անուններու կոյավորումը այդ բոլորը գտանին որ մենք ստանանք նոր վիճակը որ գրնա գոչվի ոչ թե Գյումրի 2 այլ Երևան 1 ինչ եք կարծում Երևան 1-ն էլ մի առանձնապես լավ բան չէր դե հիմա ինչ ընթացք է չէ ոչ մի բան ասենք ինչ ասենք գտեսնենք Քոչարյան, Զարուկյան, Ղարաբեդյան մարած օբլիգացիաները հանգիստ թողեք այդ մարած օբլիգացիաները պրծել են փորձում են չէ իհարկե փորձում են իրանք կփորձեն իրանք ձայն կառնեն իրանք կփորձեն ճնշել որ մարդիկ գնան երկրորդ երրորդ ուժ որտարանում հա երկրորդ ուժ կարան լինեն երկրորդ ուժ կարան լինեն ոչ թե որտեվ իրանք են լավը երկրորդ ուժ կարան լինեն որտեվ Հայաստանի բնակչության մի զանգված սենց ինչ-որ տենց մոտավորապես 20%-ի չափով համարում է, որ իրենց հայրանունը իրենց փաստաթղթերում սխալ է գրած եւ իրենց հայրանունը պետք է գրած լինի Պուտինի։
ունենք տենց Գա այդ զանգված։ հա իհարկե տենց հիմարներ Չեն գնա, ցանկացած աշխարհի ցանկացած երկրում կամ Գերմանիայում կամ մերոնց կարան ճլեն։ Իրանք իհարկե ծալապակաս են, իրանք հիմար են, բայց իրանք տենց են համարում։ Իրանք համարում են Հայաստանը պետք է անկախ երկիր չլինի։ Մենք պետք է լինի գուբերնիա, բան, տենց դեգեներատներ կան, իրանք տենց կտանեն դրանց իշխանство, ընդ որում դրանք շատ տենց բան են, որ ասում է անգլերեն դրանց ասում են useful idiots, օգտակար հիմարներ։ Այո, դա Լենինյան իհարկե բանը 20-րդ դարաշրջանի ձևակերպումը, բայց շատ տիպիկ է նաև աշխատող է մինչև հիմա մարդիկ ովքեր համարում են, որ ընդ որում ես ասեմ, այդ նույն մարդիկ ովքեր ստեղը տենց պուտինոիդներ են, այդ նույն մարդիկ օրինակ սփյուռքում են ռուսամետ կամ այդ եթե երկիրը ժողովրդավարական է կամ Ամերիկայում Տրամպամետ են, որտեվ իրանց դուր է գալի, որ Տրամպը կարա Մինեապոլիսում մարդ կրակի։ Իրանց դա դուր է գալի։ Իրանք բարավորվում են, հա։ Իրանք մազոխիստ են, իրանք հոգեբանական շատ այլասերված հաճույք են ստանում այտենց պետության մեջ լինելուց։ Իրանց թվում է, որ եթե իրանց երկրի ղեկավարից վախենում են, ապա իրանցից էլ են վախենում։ Չնայած իրանք ոնց տենց ոչնչություն եւ համբալ կային, տենց ոչնչություն սովետում, տենց էլ ոչնչությունը համբալ մնացել են այնտեղ, բայց այդ մարդկանց դուր է գալի, որ պետությունը ուժ է ցույց տալի ու այդ ուժը ոչ մի կապ չունի օրենքի հետ։ Այսինքն մարդ ծեծեն, սպանեն, ու հարևան երկիրը ռմբակոծեն, բան, պաշտպանության նախարարը կանգնի ասի, ոչ մեկին չենք խղճալու, բոլորին ոչնչացնելու ենք, մենք տենց ենք որոշել, տենց էլ պետք է լինի։ Pete Hegseth-ը, Պենտագոնի ղեկավարը, մեկ ճառի ընթացքում Հաագայի կոնվենցիաների հետ պատերազմների վարման կոնվենցիաներից երևի մի 6-7 հոդված խախտեց, այսինքն ինքը պատրաստի ռազմական հանցագործ է։ Նույնիսկ պետք չի, որ ամերիկյան բանակը դրանից հետո գործողություն անի։ Իրա կոչը որպես պաշտոնյա բավարար է, որ Իրան Փեմ Բոնդին, որը երբեք չի անի, որը իրանց դատախազն է, բայց ինչ որ մի դատախազ ձերբակալի ու ուղղակի հանձնի Հաագա, որ հանգարց ամերիկյան համակարգը չփխցվի, որտեղ այտենց այլանդակի մեկին նույնիսկ բանտային խցում պահել չի կարելի։ Ասենք մարդը ֆաշիստական հայտարարություններ անում։ Դե լինելով պաշտպանության նախարար։ Եվ ոչ մեկ դրա մասին չի խոսում Ամերիկայում։ Հասկանում եք խնդրեմը որն է։ Ամերիկան, երբ որ ինձ հիմա ասում են, յանի, այդ ոնց եղավ, որ բան դու տենց արևմտամետ ես եւ Ամերիկա։ Ժողովուրդ, ես արևմտամետ եմ։ Ես Եվրատլանտյան բանի կողմնակից եմ, այո։ Եվրոպան, Իսլանդիան, Կանադան։ Քո մտքի պատկերացած Միացյալ Նահանգները այսպիսի ղեկավար պետք չէ ունենա։ Այո, իմացած ամերիկյան, որը այո, դա արժեքներն են, դա մարդիկ են, ովքեր հարց չկա, կարան սխալներ գործեն։ Բայց չեն կարա 160 հոգի double top-ի շնորհիվ դբրոցում անչափահաս աղջիկ սպանեն, հետո էլ կանգնի երկրի նախագահան ասի ես խաբար չեմ դրանից։ Կամ ասենք մենք հետաբան ենք անում, ասում է, չէ, նախագահան կանգնի ասելա նախ այդ Իրանն է արել։ Լրագրողը ասում է տամահավկով է խոսում, ասում է դե Իրանը ունի տամահավկ, այսինքն ինքը սերիալական սուտ խոսացող է։ Իմ համար այդ ամերիկան եւ սերիալ քիլերի պես։ Ես ոչ միայն բան եմ ասենք, իմ համար մոտեցումը հետեւյալն է, կանգնած են, ասենք, այս վերջերս նորդիկ երկրների, բալտիկները չկային։ Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Կանադան, ելով էր այնտեղ կանգնած, չեմ հիշում։ Էլի մարդ կար, Գերմանիան էր, թե ով էր, որ բանը Նորվեգիայի վարչապետ ասաց կներեք, դա մեր պատերազմը չի, դուք մեզանից չեք հարցրի։ Դուք գնացել մտել եք, դուք էլ այդ հարցը լուծեք։ Եվ երբ որ Տրամպը ասում է, որ Ամերիկան փող կաշխատի, հասկանում եք, ես ոչ թե չեմ ընդունում, որ Տրամպը ասենք փորձում է իր ոչխարներին խափի, որովհետև գրագետ մարդիկ Ամերիկայում կան։ Լավ, ես դες սենց ասեմ, ինձ հանգիստ թողեք։ Ընդունենք, իմ վեճը չի, ես Հայաստանի քաղաքացի եմ, երբեք Ամերիկայում չեմ եղել, երբեք չեմ դիմել Ամերիկայի վիզայի, ինձ լրիվ միևնույն է, թե Ամերիկայում ինչ է կատարվում, մեծ հաշվով, եթե իրանք ինձ չեն կպնում, ասենք կլինի Բայդենի նման նախագահ կամ ասենք բան, որ հետ կարելի է համագործակցել, իդեալական է։ Չի լինի Աստված իրանց հետ, կլինեն ամերիկյան կորպորացիաներում հետ համագործակցենք, իդեալական է։ Չեն լինի, օքեյ է, էլի օքեյ է, ես նենց չի որ կախված եմ դրանից։ Բայց երբ որ Tucker Carlson-ը, Marjorie Taylor Greene-ը, երբ որ
Ռոգանը, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր Տրամպին բերել են իշխանության, ուղիղ եթերով 20-րդ օրն է, ասում են սա անասուն է։ Մեր երկիրը արժանի չի, որ այս անասունը մեզ կառավարի։ Ես ասում եմ, օքեյ, հարց չկա, ես իրանց բոլորի հասցեին շատ վատ եմ արտահայտվել, եւ բոլորի հասցեին հիմա ասում եմ, օքեյ, Ռոգանը ասես ներողություն եմ խնդրում, որ ես Տրամպին առաջ եմ տարել, ես ներողություն եմ խնդրում, որ Ռոգանին անվանել եմ անասուն, բայց ես ճիշտ է, իսկ Ռոգանը սխալ։ Եվ հիմա ինքը ընդունել է, որ ինքը այդ պահին անասուն է։ Հիմա ինձ հետաքրքրում է, որ այն մարդիկ, ովքեր Տրամպին բերել են իշխանության եւ դրանից օգտվել են, ասում են, որ ժողովուրդ կրիտիկական սխալ ենք գործել, որ մենք սխալվել ենք, որ այս քայլը արել ենք, որ այն որ հողը վերստում են, հողերս գլուխը sense բան են անում, ասում են էլ կյանքում չենք անի, որ Marjorie Taylor Greene-ը դուրս է գալիս եթեր ու քիչ բացի ուրիշ բան չի ասում։ Ոնց են համարցակվում սոցի վրա նստած Հայաստանից փախ է փախ ձրիակեր մարդիկ, ովքեր Ամերիկայում նստած են, ասել, որ իրանք տրամպիստ են։ Որոնց հանդեպ Տրամպի ադմինիստրացիան պաշտոնապես հայտարարել է, որ հայերի 68%-ը ձրիակեր են։ Ու իրանք դուրս են վռնդելու դրանց։ Ինչ եք անում, ինչի համար, ինչի եք Հռոմի պապից կաթոլիկ ուզում երևակ։ Կլինի սուս մնաք դեմոկրատական նահանգում։ Գևին Նյուսոմի նահանգում, ընդ որում Տրամպը հայտարարեց, որ Գևին Նյուսոմը հաջորդ նախագահն է, տենց նստած օվալ կաբինետում ասեց, Գևին Նյուսոմ, the President of the United States of America, ոչ մեկ ռիսկ չարեց իրան ասի, հոպար, մարազմը տարել է։ Դու ես նախագահն, ինքը ընդամենը Կալիֆոռնիայի գավերներն է, բայց ոչինչ, ինքը տենց տեղավորվել է դրա մեջ ասում է, այսինքն իր մտքում ինքը արդեն համոզված է, արդեն ընդեղ ուրիշ հարց է։ Եղբայր դուք նստած եք դեմոկրատական նահանգում, լլկվեք տեղներդ։ Ու ուրիշ բանի համար չեմ ասում, որտեվ մենք արդեն Տրամպի եւ Տրամպի բարեկամ Նետանյախուի շնորհիվ ստացանք Արցախից տեղահանված էթնիկ զտման արդյունքով մարդ, հիմա չենք ուզում մի հատ էլ Կալիֆոռնիայից ձրիակեր տեղահանված ստանանք։ Սուս մնացեք տեղներդ։ Սուս մնացեք, պաշտոնապես հայտարարվել է, որ ձեր 68%-ը ուղղակի սոցիա ստանում պետությունից։ Դուք 0 հնա եք գեներացնում։ Դուք ոչինչ չեք անում։ Consumer society։ Այո, ինչ consumer society։ Ինչ consumer պաշտոնապես իրանք քյասիբ են, իրանք վատ չեն զգում նրանից, որ սա Ամերիկան իրանք ճանաչում է քյասիբ։ Այս բոլորը կդեղատրվի անշուշտ աս մեծ պայքարի մեջ, պարոն Սարգսյան։ Մեծ պայքարը գնում է հետևյալի մասին։ Վերաձևվում է աշխարհը։ Վերաձևակերպվում են համաշխարհային տենդեցները եւ կառավարման մեթոդները։ Վերաձևակերպվում է համաշխարհային կառավարման մոդելը։ Այն ինչ որ կոչվում է the world order, այսինքն ինչպես նոր աշխարհակարգ։ Աշխարհակարգը փոխվում, այն աշխարհակարգը, որտեղ ոնց որ ասում են by default, այսինքն դու որ առավոտ արթնանում ես, դու գիտեիր, որ ամերիկան դեմոկրատական երկիր է եւ դու մեծ հաշվով ունես այնտեղ բան։ Պաշտոնապես Դանիայի վարչապետը հայտարարել է, որ դա այդպես չի, դա վերջացել է։ Դանիան զորքեր է տանում Գրենլանդիա, պատրաստվելով ամերիկյան հարձակմանը։ Քիչ հավանական, բայց հնարավոր։ Այսինքն այդքան է քանդվել ամեն ինչ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը լեզու է գտնում Պուտինի հետ, որը պատժամիջոցները հանում Պուտինից, ով իր հերթին ոչնչացնում է Ուկրաինան եւ սպանում է Ուկրաինայի երեխեքին, Ամերիկայի Միացյալ Նահանգները մարդասպանում Իրանում։ Ինձ միևնույն է, ես լուրջ եմ ասում։ Իրանական ռեժիմը, որը, օքեյ, ժողովրդավարական չի։ Մեր սրտով չի։ Լավ, ասենք, բայց դա իմ դարդը չի։ Մեր խնդիրը չի։ Այո, ժողովրդավարական, ոչ ժողովրդավարական ռեժիմ գնահատական տալուց հետո չի ենթադրվում, որ դու պետք է կործանիչներ բարձրացնես, գաս ռմբակոծես։ Գրանտային ծրագիր արա, եթե չի ուզում մի արա։ Իրանք կտեղավորվեն մի կերպ, 6000 տարվա պատմություն ունեն, ի տարբերություն քեզ, դու լավագույն դեպքում 250։ Շատ խորքային բան գսեք։ Իրանք մի կերպ կգտնեն իրանց ձևը առաջ գնալու։ Նույն բանը,
Խի Իսրայելը բան չի, թեոկրատական երկիր է։ 2018 թվականին Իսրայելը հռչակել է պաշտոնապես սահմանադրությամբ, որ իրանք ապարտեիդի երկիր են։ Իրանք հռչակել են Իսրայելը հրեաների երկիր։ Ավտոմատ կերպով այդ հրեշին հանելով ապարտեիդի, որ բոլոր մնացածի երկիրը չի։ Հայերի, արաբների, ռուսների, ամերիկացիների, ասորիների ու մասես։ Իրանցը չի, մենակ հրեաներինն է։ Okay, բայց դուք 48 թվականից եք ստեղ տղեկ։ Չէ, իհարկե կարող է ձեր հեքիաթների մեջ դուք 120 տարի ունեցել եք։ Հա, բայց 2.500 տարի առաջ 120 տարի յանի ունեցել եք թակավորություն, թե չեք ունեցել, իսկ կասկածում եմ, որ լավ թողենք այդ մի կողմ։ Ասենք եղել եք, հետո ինչ, բայց եղել եք, ձերը չի եղել։ Դուք ընդամենը բոլորի հետ ստորակետով եղել եք այդտեղ։ Հռոմեացիների, հույների, ղպտերի, արաբների, բոլորի հետ համատեղ։ Մենակ դուք չեք եղել։ Հայկական լեռնաշխարհ չի, որ մեզանից բացի մարդ չի եղել, որտեղ էլ ոչ մեկ չէր գալի այդտեղ ապրելու։ Չէր ուզում կար։ Հա, չէ, գալիս էին ասում են Ուրինգանք գնում էին։ ոսոր աղբարներ։ Բայց քսենոֆոնի պատմությունը դա է, չէ, քսենոֆոնը որ եկել էր անցել էր տարածքով, ուզում ապրելու տեղ չի, դրանք ոնց են ապրում գնացել են։ Քսենոֆոբիան որտեղից։ Ինքը Կյուրոսի ծառան էր, չէ, եկավ Հայաստանով որ գնացել էր դեպի Տրապիզուն, դա վեր իր բաներում գրածած դրանք ով են, ասում ո՞նց են դա ապրելու տեղ։ Okay, ապրելու տեղ չի, մենք ապրում ենք, մեզ հանգիստ թողեք։ Բայց Պաղեստինը երբեք այդպես չի եղել։ Okay, ընդհակառակը, բայց դու հիմա ասել ես, որ այդ երկիրը բացառապես հրեաների, այսինքն դու ապարտեիդ ես մտցնում։ Այսինքն դու հիմա ստեղծել ես իրավիճակ, որ դա ժողովրդավարական երկիր չի։ Որովհետև մեծամասնությունը արաբ են, հրեա չեն, որովհետև դու գրավել ես, չէ, դու պաշտոնապես ասում ես, որ Գազա եւ Արևմտյան ափ չկան, այսինքն իրանք քո քաղաքացիներն են, դու այդ սահմանը ասում ես, դա իմն է։ Այդ դրանցով մեկտեղ դու ընդամենը 40%-ն ես բնակչության։ Այդ ո՞նց է ստացվում, որ 40%-ը քվեարկումը միշտ մեծամասնությունը հավաքում, այսինքն դու չես տալի նրանց հնարավորություն քվեարկելու, այսինքն ապարտեիդ է։ Այսինքն ոչ, իսկ մենք արդեն մի հատ ապարտեիդի երկիր գիտենք Հարավային Աֆրիկա, որը վերջում շատ վատ վերջացավ։ Չլինի դղեր կնդեղ եք գնում։ Եվ երրորդ երկիրը Ամերիկան, որը ասենք կանգնում է ինչ որ Քրիստի Նոեմա նշանակում Հարավային Դակոտայի առաջվա գուբերնատոր, որը բռնում ամերիկյան բանակի վետերաններին 2-3 անգամ Իրաքում արուն թափած այդ երկրի համար, շպրտում է երկրից դուրս, որովհետև արի ու միտես իր պատկերացումները ամերիկացու արտաքին տեսքի մասին չի բռնում այդ վետերանի արտաքին տեսքին, չնայած 2 սերունդը տեղ է այդ մարդը։ Քո համար գնացեք կռվել է։ Նիկարագուա ուղարկել են Ամերիկայի քաղաքացիներին, ասենք իրանք սենց որ խոսում են, չգիտեն, որ ասենք Պուերտո Ռիկոյի բոլոր քաղաքացիները ավտոմատ Ամերիկայի քաղաքացիներ են։ Այս աբսուրդը, որը տեղի է ունենում, այս աչակողմյան աբսուրդը, անգրագետ բումերների հավաքածուի։ Հենց այդ հարցը, խնդրում եմ ոչ մեկ չնեղանա, բայց ինձ թվում է, այս մանավանդ այդ անցումային շրջաններում 68+ մարդկանց պետք է արգելել երկիր կառավարել։ Ոչ մի երկիր, կապ չունի ինչ երկիր է։ Ուղղակի, որովհետև անցումային շրջանը արագ է պետք է արձագանքել ամեն ինչի։ Սրանք մնացել են հեքիաթների մեջ։ Նետանյահուն մնացել է 2000 տարի առաջ գրված հեքիաթների մեջ։ Ով ասեց, որ այդ հեքիաթները ճիշտ են, ոչ մեկ չգիտի։ Իրանք են գրել, իրանք իրանց համար ապրում են։ Տրամպը ինչ անում, չգիտես, ասենք, խիա որոշել, որ ինքը պետք է երեխա բռնաբարի ու մնա նախագահ։ Ինչի։ Ես հարց եմ ուզում տամ, ինչ որ մեկի մոտ այդ բան չի առաջանում։ Դու ոնց կարաս մանկապիղծին ասես, որ ինքը ճիշտ է։ Ինչ որ հարցում կապ չունի ինչ։ Տուն ունեք, տեղ ունեք, հələ ձեր տան կանանց, ձեր երեխեքի աչքերի մեջ նայեք ու ասեք, որ դուք մանկապիղծին, ով 13 տարեկան երեխա է բռնաբարում, օժանդակում եք, որ ինքը շարունակի կառավարել երկիրը, չէ՞ ուղղակի գնացեք ձեր տիկնոջը ու ձեր դստերը, դա ասեք, նայեք իր աչքերի մեջ։ Ու ամեն օր առավոտյան վեր կացեք, ասեք, ես գնում եմ աջակցեմ մանկապիղծին, ով երեխա է բռնաբարել, հիմա երեխա է սպանում, չպարտադրված պատերազմի մեջ, որ այդ պատերազմը պետք չէր։ Ամեն օր այդ քայլը արեք, ամեն Աստծո տված օր, եթե Աստված ձեզ հələ օր կտա դրանից հետո։ Ամենակարևորը, որ մեր մոտ այդ ոչ բան չի փոխվում։ Հայաստանում սենց շուտ մենք կարանք ծիծաղանք, որ կարկանդակ է ուտում, չէ՞։ Բայց դա ավելի լավ է կարկանդակ ուտի, քան մարդկանց, հա, գնա ասենք գնա երեխեքին ռմբակոծի։
ինչ որ լավ է։ Դեր լավ ենք։ Հա, դե տենց կարևորը մեծ բան չլինի։ Գիտեք, այս բոլորեն անտին ես պիտի ուզեի ձեր գարձիկը իմանալ, ինչ եղավ իշխանություն Կարեկին Գաթողիկոս Բայկարը։ Հիմա ակտուալ չի, որովհետև Ինչու։ Եվ կնկատենք, որ այդ խումբ եպիսկոպոսները բավական բարդ վիճակի մեջ են եւ ընդդիմությունը անընդհատ գիտեք, տեսեք, հարցը հետեւյալն է։ Աբրահամ Սրբազանի վերջինը հրաժարումն էր Աբրահամ Սրբազանի այդ Ես մեկը քանի որ ինքս չեմ հետևում, քանի որ մնում եմ այն կարծիքի, որ եկեղեցական բարեփոխումները, եկեղեցական ներքին պատմությունները, եպիսկոպոսները կհավաքվեն, այս կանեն, դրանց գործն է։ Ես կտրականապես դեմ եմ, որ կաթողիկոսը համագործակցի ցանկացած արտաքին հետախուզության հետ, ինչպես նաև իր հարազատ եղբայրը, չէ, ցանկացած էական չի ոնց։ Իվնաս մեր բեդուտն է։ Հա, իվնաս, եթե դու արտաքին հետ համագործակցում ես, իվնաս։ Բացառապես այն բանի, որ ասենք չգիտեմ, քո երկիրը գրաված է, դու էլ գնում ես մեկի հետ համագործակցում, որ ազատագրես, հա, էդի չի հարցը։ Խոսքը նրա մասին է, որ քաղաքական առումով Նիկոլին այլևս անհրաժեշտ չի այդ հարցը, այսինքն այդ կրեդի փերող չէ։ Ինքը հասկանում է, որ տեղեկատվական դաշտը լցված է։ Շատ։ Այնան պետք էր, որ տեղեկատվական դաշտը լցված լինի ուրիշ բաներով։ Ինքը շարունակում է, տնտեսապես Հայաստանը լավ վիճակում չի, լուրջ խնդիրներ կան իրան ձեռատալիս, որտեղ այս խնդիրները ավելանալու են, ու ինքը կասի, որ այս պատերազմն է մեղավոր, նախկինները, հիմա պատերազմը, վաղը չգիտեմ ինչ որ բան է։ Այսինքն ինքը իր հիմնավորումը ունի տնտեսական բարդ զարգացումներ։ Ինքը ունի հիմնավորում, որ Ամերիկան ներդրում չի անելու։ Ինքը ունի հիմնավորում, որ եմիրությունների հետ կնքված պայմանագրերի համաձայնավորը չի լինելու, որտեղ այնտեղ ամեն ինչ պայթել։ Ամեն ինչի հիմնավորումը ավտոմատ կերպով ստեղծվել է։ Սրա համար եմ ես Տրամպին մեղադրում, իսկ Նետանյահուին ուզում, որ 2 օր առաջ ընկնի Հաագայի տրիբունալ, որտեղ իրանք փաստացի փրկեցին համ Պուտինին, համ Նիկոլին, որտեղ արդեն դժվար է Նիկոլին մեղադրանք ներկայացնել, օբյեկտիվորեն դու չես կարող ասես ինչի ներդրում չկա։ Շատ փոքր օղակ է։ Կասի ոնց ներդրում լինել, մի հատ նայի տես 200 միլիարդ։ Շուրջը այրվում է։ Հա, չէ, բացի դրանից, Ամերիկան ասենք 12-րդ օրվա դրությամբ ինչ որ 18 միլիարդ դոլար փող էր վարի տվել մենակ զենքի զինամթերքի, այսինքն ընդհանուր գնահատականը արդեն 200-ը անցնում է։ Սենատից 200 ուզում են, ամբողջ սենատը ծիծաղում ասում է, որովհետև տենց չի լինում։ Եթե դուք ասում եք 200, 1 տրիլիոնը մեջն է մինչև ավարտեք, այսինքն սա հավելյալ պարտ կա։ Տեսեք, եթե ընդունենք, որ այն ինչ որ ամենասկզբից ասում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը հակաժողովրդական է իրանց մարդկանց ու ինչ հիմա ավելի լավ է, հա։ Շատ ավելի վատ է։ Շատ ավելի վատ է, որովհետև ասենք Այաթոլլային, որը ֆետվա էր դրել միջուկային զենք բան անելու, այո, որովհետև ամեն մի այաթոլլան իր ֆետվաները ունի։ Եվ այդ ֆետվաները գործում են մինչ այն պահը, մինչև նորը չասի։ Եվ այս նոր այաթոլլան այո, որովհետև ձեր ասած նոր տրեքով աշխատող է։ Եթե ինքը նոր տրեքով աշխատի եւ Աստված չանի, ինքը գնա այն ճանապարհով, որը կանխագծելի է, մենք կունենանք շատ ավելի վատ վիճակ։ Այս հիմիկվա բաները, որ հիմա հիստերիկացած վստահ եմ տակը բան են կոմենտներում գրելու են, ես չես խոսում ամերիկան բան։ Ուրեմն ամերիկան գերհզոր երկիր է, ամբողջ բանի, ասենք մայրցամաքի մակարդակով կամ գլոբի, այսինքն մոլորակի առումով։ Յուրաքանչյուր փոքր կոնֆլիկտի մեջ այդ գլոբալ ուժերը անհաղթելի չեն։ Եվ Վիետնամ, եւ Աֆղանստան, եւ Սուրիա, եւ Լիբիա, բոլոր տեղերը դուք տեսնում եք, որ որևէ կերպ Ամերիկայի շահերը չի լինում պահպանել այն պահից հետո, երբ ամերիկյան զորքերը դուրս են գալիս։ Իսկ Իրան նույնիսկ չեն մտել։ Դժվարալ մտնել։ Չկարան մտնել։ Բայց մեծ արգածախնդիր։ Կարան մտնեն, ասենք մի 5-ից 10,000 հոգի կկորցնեն, հետո այնտեղ Ամերիկայում կսկսեն բունտեր, կհանեն բան կանեն, բայց կարա մտնի Տրամպը, որտեղ ինքը հասկանում է, իրեն դատելու են, ինքը իմպիչմենտի դեմ է կանգնում։ Ուրիշ շանս չունի։ Ինչ որ մի բան պետք է անի։ Բայց ես այն որ բանից այն միշտ եթերից ասեցի, կարամ կրկնեմ, ասենք դուք որ պատկերացնեք ինչ է նշանակում Բանդեր Աբասի իջնել եւ գնալ Իսֆահան միջուկային զենք հետ բերել, բանից Սան Դիեգոից ոտով գնացեք Սոլտ Լեյք Սիթի եւ հետ եկեք, այդ տենց լեռներով, բաներով։ Մոտավորապես նույն բանն է։ Չհամարցակվեք ոչ մի բանից օգտվեք, այո, որովհետև տեղի բնակչությունը ձեզ ատում է։
Եվ դուք ուրիշ եւ ասենք այնցա որ ջուր չկա, հələ ձեր մոտ Կալիֆոռնիայում կարող է տեղ կա, ջուր կա, կարակ ջուրը խմեք։ Այնտեղ ջուր չկա։ Լրիվ 4 սարեր են։ Բարի ճանապարհ, Բենդեր Աբասից ոդկով դեպի Իսվահան եւ հետ եկեք։ Հələ մի հատ տեսնամ ոնց է այդ որ գոռում են, հեսա կկրեն, ինչը կկրեք։ Ումը կկրեք։ Արաբները իսլամ ընդունելուց հետո վերցրեցին Իրանը, իրանց արևին կրեցին։ Այս sense եղավ, իրանք նույնիսկ իսլամ էր, բայց իրանց կրոնը հնարեցին, որը շիա է։ Ճիշտ։ Իրենց վերսիա։ Հա, նույնիսկ վերախմբակրեցին։ Հա, նույնիսկ այն կրոնը չեն բանան, ու մինչև հիմա ապրում են։ Այսինքն, երբ դուք փորձում եք լավ ասեցիք։ հարուստ մշակույթ ունեցող երկիրը գրավել, բայց դուք նույնիսկ քարտեզ չունեք։ Ես նկատել եմ երկու բան, պետք է ասեմ։ Ուրեմն, երբ որ ցույց են տալի քարտեզը, ուրեմն Միացյալ Նահանգները սենց են ցույց տալի, իսկ Իրանը միշտ ցույց են տալի սենց փոքր, որ Չինաստանից մինչև Իսրայելը ամեն ինչ երևա, ու Իրանը սենց ներկում են, որ մարդկը մոտ տպավորություն ստեղծի, որ տենց։ Սա մեկ եւ երկրորդ, ամերիկյան, դե շատ եմ նայում ամերիկյան հստատություն, ոնց հասկանաս, որ մարդը ընդհանրապես խնդրից չի հասկանում։ Կապ չունի։ Հա, ինքը ասում է Iran։ Նոր երկիրը։ Հա, իրանք ասում են we're going to Iran, Օրախի Iran, հետո հասկացա, որ իրանց անգլերենով տենց որ գրվում է, տենց կարդացվում է։ Եթե ուզում եք հասկանանք, այլ մարդը բան հասկանում է խնդրից, թե չէ, ինքը ասում է Iran, խի ախպեր, խի, ինչ Iran, դու ով ես, ես խոսում։ Անգերտ զրույց էր։ Մեր մոտ ամեն ինչ լավ է լինելու, չվախեք։ Անգերտ զրույց էր, ինչպես միշտ ասում եք, չվախեք, միջանցքդ եւ այլն։ Այո, միջանցքը սյունված է։ Շնորհակալ եմ մեր դիտողներուն, մեր հետևորդներուն, նաեւ խորհուրդս որտորս հետևեցեք մեր լրատվության անկախ հարթագի մեր հյուրը այսօր Գարեն Սարգսյանն կգարձեմ, որ մանավանդ Իրան Միացյալ Նահանգներ այս փուլին կարևոր դիտարկումներ կատարեց Պարոն Սարգսյանը, որ ես անձնապես շատ բան գրծա տեղեկանալ, նաև կմաղթեմ, որ դուք շարունակեք հետևել մեզի, լայք մսեղմել, մեկնաբանություն մտողել, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։